ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին 10-օրյա շրջագայության ընթացքում այցելել է Սաուդյան Արաբիա։ Մայրաքաղաք Ռիադում Քերին մամուլի ասուլիսի անցկացրել այդ երկրի արտգործնախարար արքայազն Սաուլ Ալ-Ֆեյսալի հետ, որի ընթացքում հայտարարել է, թե ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համագործակցությունը շարունակվելու են 3 հիմնական ուղղություններով։ Դրանք են էներգետիկ պաշարների ազատ տեղաշարժը, ահաբեկչական ցանցերի դեմ պայքարը եւ զանգվածային ոչնչացման զենքի կիրառության կանխարգելումը։ Քերի Սաուդյան Արաբիա այցի հիմնական նպատակն էր լուծումներ գտնել երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրների շուրջ, որոնց համար պատճառային հանդիսացել Սիրիայում ԱՄՆ-ի կողմից պատերազմ չսկսելու փաստը, Իրանի հետ հնարավոր երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև Եգիպտոսի ռազմական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի ցուցաբերած հանդուրժողական դիրքորոշումը։ Նյու Ջերսի նահանգի առևտրային ամենամեծ կենտրոնում 29 երիտասարդը հրազենից կրակ բացելուց հետո հայտնաբերվել է մահացած վիճակում։ Նահանգային դատախազության փոխանցմամբ Ռիչարդ Շուփն ինքնասպան է եղել հանրախանութում կրակ բացած զենքով։ Նրա դիակի մոտ հայտնաբերվել է գրություն, սակայն գործողությունների դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն փոխանցվում։ Նյու Յորքի կենտրոնից Մանհեթենից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 270-ից ավելի խանութներ ունեցող առևտրի կենտրոնում Ռիչարդ Շուփի գործողությունների արդյունքում զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Զուգահեռաբար Նյու Ջերսի եւ Վիրջինիա նահանգներում անց են կացվում նահանգապետի ընտրություններ։ Նյու Ջերսիում սպասվում է գործող հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթիի հաղթանակը, ով նախընտրական պայքարի ընթացքում շեշտել է դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև քաղաքական անկախ հայացքների հարող քաղաքական գործիչների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Ըստ փորձագետների, դա պայմանավորված է նահանգապետ Քրիսթիի կողմից 2016 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերով։ Վիրջինիա նահանգում ևս մեծ է գնահատվում հանրապետական թեկնածու Քեն Քուչինելլիի հաղթանակի հնարավորությունը, ով այս նահանգում պայքարում է դեմոկրատական կուսակցությունից գործարար Բիլ Քլինթոնի մտերիմներից Թերի Մքալիֆիի դեմ։